Ավարանցեքսը ճակատամարտ են տվել, թուրքերի 15,000 գրանս բանակն են ջարդել, իմ պապերը, ես էլ 79 թվից ինչ-որ շարժումը սկսա, կրվել եմ ապարանի հաբի հրամանատարն եմ էլ, Հարութ Սամիկյանը զորք եմ ունեցել։ Մի կողմում Արագածոտնի մարզ այցելած ուժեղ Հայաստանի անդամներն են, մյուս կողմում ապարանի ջոկատի հրամանատար Հարություն Հովհաննիսյանը։ Հուզվում է, երբ խոսք է բացվում ՔՊԱ-կան իշխանության առաջարկած խաղաղության օրակարգի մասին։ Ասում է, դեմ չէ խաղաղությանը, դեմ է, որ երկրի ապագան կախված լինի Բաքվի քմահաճույքներից եւ Նիկոլ Փաշինյանի անձնական պայմանավորվածություններից։ Թուրքի հետ ինչ խաղաղություն, թուրքը երբ է խաղաղել։ Երբեք չենք կարող ներել Թուրքին, ամենալավ թուրքը մեռած թուրքն է, ասում է հրամանատարը, եւ հավելում, մեզ խաղաղության երաշխավորված տարբերակն է պետք։ Իմ փողով զենք առել եմ ռուսներից, գնացել եմ կռվել եմ, թուրքի վիզը լապատկով եմ, սապուրնի լապատկով եմ կդրել։ Ադրբեջանցիների հետ ապրելու Փաշինյանի գաղափարին է դեմ հրամանատարը, ասում է անհնար բան է, ինչպես կարող է նման բան լինել։ Թուրքը մնում է թուրք, թուրքը ոնց կարող է հայ հետ եղբայր լինի, խաղաղություն, ինչ խաղաղություն, ստից խաղաղություն, Նիկոլի մար խաղաղություն է, Նիկոլի խաղաղությունն է, որ ջեբալացի։ Ուժեղ Հայաստանի անդամների քարոզարշավը ապարանում նշանավորվեց եւս մեկ արժեքավոր դրվագով։ Նրանք հանդիպեցին Դրոյի թոռանը Ֆիլիպ Կանայանին, հարգանքի տուրք մատուցեցին ապարանի հերոսների պանթեոնի հուշաքարին եւ այցելեցին Դրոյի գերեզմանին։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։